դեպետ կետը ինքը հանդիսանում է մեր Լոռու մարզի կարևորագույն ռեսուրսներից մեկը, որովհետև հենց գետի ափով ամբողջությամբ այդ էկոհամակարգը գետի ամբողջ երկայնքով է տեղադրված ու մեր այս անտառածածկ բուսական մեծ փարթամություն տարբեր տեսակի հարույց ավել տարբեր տեսակի ծառերով անտառներում բազում կենդանական աշխարհներով լցված հատվածում դեպետ կետը իր կարևորագույն դերն ունի այդ ամբողջի պահպանման հարցում։ Մենք ունենք մի հատ մեծ խնդիր, մինչև մեզ աղետը չի մոտիկանում, մենք չենք սկսում ինչ-որ լուծումներ փնտրել, ինչը եղավ անցյալ տարի, երբ դեպետ կետը կարճ ժամանակահատվածում մոտ 6 մետր բարձրացավ եւ ամբողջությամբ հավիրեց դեպետի վրա գտնվող կամուրջների մեծ մասը, որոնք կենսական նշանակություն ունեն ոչ միայն տարածաշրջանի, ես կասեի նաև հանրապետական մակարդակով, որովհետև այստեղով է անցնում M6 միջպետական ճանապարհը, որը օգտագործում էր բեռնատարներով սնունդի կենցաղային այս ամբողջ պարագաների տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն, ինչպես նաև երկաթիծը որ ժամանակով կաթվածահար եղավ նույն դեպետ կետի վարարման հետևանքով, ինչ կատարվեց այս process-ում կամուրջների քանդման արդյունքում բոլոր տուրիստական կազմակերպությունները ստիպված եղան իրենց 6 ամիս առաջ մշակած տուրիստական երթուղիները փոխել, քանի որ այս կողմով արդեն ի վիճակի չէր ոչ մի տուրիստական մեքենա գալ եւ տուրիստներին ծառայություն մատուցել հենց մեր տարածաշրջանում, հետևանք որպես ամենաշատը դուժեց հենց ռաֆտինգը, որը ոչ միայն տուրիստների մեծ խմբերի չգալու պատճառով կաթվածահար եղավ, այլ նաեւ փոքր խմբերը չէին արդեն գալի, որովհետև գետը ինքը այդ մետաղական կոնստրուկցիաները, որ քանդվել էին, ամբողջությամբ լցվել էին գետի հունը փոխել որոշ հատվածներում ու ինքը վտանգ էր ներկայացնում որոշ ժամանակ, մինչև ուսումնասիրություն կատարվեց, մինչև սկսեցին նոր երթուղիները մաքրել, մշակել մեր կողմից, արդեն բավականին ժամանակ էր անցկացել ու այն հետաքրքրությունը, որ կար, սկսեց պասիվանալ։ Ռաֆտինգը որպես զարգացման ճյուղ զբոսաշրջության տվյալ տարածաշրջանում ինքը չասեմ սպառվել է կամ վերացել է, բայց կարծես թե այլևս այն նշանակությունը չկարողացավ ունենալ, այսինքն այլևս այն երթուղիները գետի մեջի, որոնք որ կային ռաֆտինգի համար, իրենք կարծես թե արդեն չկան եւ ռաֆտինգը այլևս եկամուտ չի բերում տարածաշրջան։ Ինքը ռաֆտինգը այդ ջրհեղեղից հետո երկար ժամանակ ուղղակի ամբողջությամբ սառեց, քանի որ ոչ միայն դա նրանից էր, որ մարդիկ չէին գալի, այլ նաև ռաֆտինգ կազմակերպությունները իրանք ուսումնասիրություն էին նորից իրականացնում։ Այս ժամանակահատվածը մի կողմից, որ դա տևեց, մյուս կողմից, որ արդեն մարդիկ ոգեբանությունը մտել էր մարդկանց մեջ, որ գետը կարող է ինքս շատ արագ բարձրանալ եւ մտածում են երևի որ ռաֆտինգի ժամանակ եթե այդպիսի բան լինի ինչպես պետք է վարվեն այդ վախը եւ բաց թողի վիճակը ամբողջությամբ նպաստեցին որ ռաֆտինգը կարելի ասել իր հզորության երևի 1-2%-ով աշխատեց անցյալ տարի տարածաշրջանը պետական մասշտաբով համարվեց աղետից դուժած տարածաշրջան, ինչը այն անհատ տուրիստները, որ պետք է գային, արդեն ոչ տուրիստական կազմակերպության միջոցով, իրանց մոտ արդեն պետական մասշտաբով սկսեցին աշխատել, որ այստեղ աղետից դուժածա ասոցացվեց որպես վտանգավոր գոտի եւ այս անհատ տուրիստները եւս սկսեցին շրջանցել մեր տարածաշրջանը։ Տուրիստների մեծ մասը իրանք նախընտրում են գան եւ տեղական սնունդներ օգտագործեն, այսինքն տեղական այգիների սնունդը, ինչը նորից ինֆորմացիա, երբ որ ինտերնետում փնտրում են արտասահմանում, գտնում են առաջի բաներից մեկը բերում է, որ այստեղի սնունդը իր մեջ ունի ինչ-որ պարունակություններ եւ խոր չեն տալի, որպեսզի օգտվեն։
Այս նաև այս կոմպոնենտը եւս ինչ որ վնասակար գործողություն է, այսպես ասած, տեղական գյուղատնտեսությանը հասցնում, որովհետև եթե կարային իրանք տեղում իրացնեին, արդեն այս մի բանից էլ են կամանձերվում։ Դե պետք է ինքը ռաֆտինգի ժամանակ կան հատվածներ, որտեղ անց են կենում առուններ, եւ այս առունները արդեն աղտոտված են, լինում ծանր մետաղական հանքերից, նախկին շահագործվող հանքային տարածքներում, որոնք արդեն չեն շահագործվում, այստեղից դուրս հոսող ջրերը խառնվում են տեպետին ու ինքը ոչ թե գետի նման նույն գույն ունի, այլ տարբերվում է։ Հետևաբար տուրիստը, երբ որ կողքով անցնում ու տենում է գույնի տարբերություն, արդեն ինքն էլ զգում է, որ այս ինչ որ մի բան այն չի։ Ու այդտեղ էլ է նույն է վախը, որ այս վտանգավոր է, ամբողջ աշխատում է տարածաշրջանի զարգացմանը հակառակ ուղղությամբ կարելի ասել։ Եթե հաշվի առնենք, որ մեր տարածաշրջանում ունենք 10-ից 12-րդ դարի բազում հուշահամալիրներ, որոնք այս կամ այն կերպ գրավում են բոլոր տուրիստներին, զբոսաշրջիկներին, ինքը շատ մեծ ռազմավարական նշանակություն ունի, եթե հանքերը կարան 1 ամսից, 1 տարուց, 10 տարուց կամ 100 տարուց արդեն սպառվեն իրանց, ապա տուրիստական ներհոսքի այդ ամբողջ ուժը ինքը չի սպառվելու, ինքը ընդհակառակը տարեց տարի սկսելու է ավելանալ ու հզորանալ։ Ու հարկ եմ համարում, որ ուշադրություն պետք է դարձվի երթուղիների վրա, ճանապարհային երթուղիների վրա, որոնք ժամանակավոր կառուցվել են, ինչն եմ սխալ համարում, որ բռնեցին արագի մեջ ասֆալտ արեցին առանց մտածելու, որ եթե գարնանային վարարումները նորից նույն տեմպով եղան, այդ ճանապարհները նորից կարող են քանդվել։ Հաշվի չառնվեց, որ անցյալ տարի ունեցել ենք բետոնյա ծածկերով այդ ճանապարհները պաշտպանված են եղել, իսկ գետը վարարելուց այդ ծածկերը ավիրել էր, գնացել էր, այս տարի մենք ունենք ընդամենը հողային փակ ասֆալտ, հողով փակել ենք այդ շերտը, վրից ասֆալտ ենք այն ժամանակավոր ճանապարհ ենք համար։ Բայց եթե հիմա նորից գետը վարարեց, նորից նույն աղետի առաջ ենք կանգնելու։ Պետք է խորապես ուսումնասիրել, ստեղծել տեպետ գետի համար պահպանության հանձնաժողով ու պետական մակարդակով հետևել, որպեսզի գետը լինի իր հունի մեջ, ունենա իրեն կլիմայական պայմաններին, իրեն բնորոշ հուն եւ աղտոտվածությանը շատ ուշադրություն դարձնենք, քանի որ ինքը տեպետը Իրանով արդեն ցույց է տալի, թե ինչ է կատարում։ Դա ոչ միայն ծանր արդյունաբերությունից ստացված վնասներ են, այլ նաեւ տնային թափոններն են, եթե ուշադիր եք լինում գետի կողքով ճանապարհով գալիս եք, ափամերձ տարածքները ամբողջությամբ լիքն են պլաստիկե տարաներով, ցելոֆաններով եւ տարբեր, ինչը իրենից գրավիչ չի ներկայացնում։ Այսինքն մենք ունենալով այսպիսի գանձ այստեղ, ես կասեի դրախտ մեր լորիում, մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի աղտոտենք։ Ու դա լինում է ոչ միայն պետական մասշտաբով, այդ անհատները նույնիսկ նպաստում են այդ։ Մենք պետք է մշակենք ռազմավարություն, որը կօգնի, որ տեպետը ավելի մաքուր լինի, ստեղծել կայաններ, որպեսզի այդ թափոնաջրերը ամբողջությամբ մաքրվի եւ ինչու՞ չէ նաեւ մաքրման աշխատանքների ժամանակ պետք է ուշադրություն դարձնել գետի էկոհամակարգին, քանի որ եթե մենք տրակտորով ընդամենը մաքրում ենք գետի մեջի քարերը, մենք մոռանում ենք, որ այդ քարերը նպաստում են, որպեսզի ձկնատեսակները գան եւ հանգստանան քարի հետևի հատվածում եւ շարունակեն բարձրանալ գետի հունը։ Հեռացնելով քարերը մենք նաեւ վնասում ենք ձկների առաջխաղացմանը, ինչը նպաստում է կենդանական աշխարհի նվազմանը։